Սա քաղաքի հարց է եւ ոչ թե գլոբալ քաղաքական ինչ-որ նկարտումներ ունենք մենք։ Սա քաղաքի հարցն է, մեր քաղաքն է։ Ինչի պետք է Էջմիածին համայնքը միանա Խոյ համայնքին կամ հակառակը։ Գիշտի Մեխակյանին պատրաստ եք դուք այստեղ տեսնել որպես համայնքապետ։ Իհարկե ոչ։ Նախ Արգիշտի Մեխակյանը համայնքի բնակիչ չի։ Արգիշտի Մեխակյանի դեմ ոչինչ չունեմ։ Ձեզ այս համայնքները որ միացնում են ինչ նպատակով են անում։ Միայն քաղաքական, բայց սա թիմ ընտրություններ է, ոչ թե քաղաքական։ Սա թիմ ընտրություններ է, սա քաղաքի հարցն է։ Այստեղ հա ինչքան էլ բերեն, ասեն քաղաքի սուբվենցիոն ծրագրեր եւ այլն, բայց միևնույն է հիմնական առյուծի բաժին ընկնում է քաղաքի քաղաքացիների փոխհարաբերությունների թիմ կառավարման վերաբերյալ է սա։ Տեսնում եք ԿՊ-ն ընդհանրապես ոչինչ չի կարողացել կատարել այս 7 տարիների կառավարման ընթացքում, ընդհանրապես ոչինչ։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք պետք է կատարվեն, բազմաթիվ փողոցներ կան, որոնք պետք է հիմնանորոգվեն, դեռ մարտ-ապրիլ ամսից ենք մենք նրանց բյուջեն հաստատել, բայց չեն արել։ Չեն անում այն պատճառով, սպասում են հասնի ընտրությունների շեմը, անեն բերեն, վերջում իրան կարմիր լենթը կտրեն ու ծափահարեն։ Դա կարծում եմ շատ փոքրություն է։ Որ ԿՊ-ականները չներկայանան եւ այսպես ասած նիստը տապալվի, հա, որն է լինելու ձեր հետագա քայլերը։ Հետագա քայլերը ցույց կտա հետագա իրենց պահվածքը, դեռ մենք օրենքով, եթե չեմ սխալվում, մի նիստ էլ ունենք, 2 նիստ պետք է չկայանա, որպեսզի կարողանան ժամանակավոր պաշտոնակատար ներկայացնեն։ Հիմա տեսնենք հաջորդ նիստին կոչ եմ անում են բոլոր մեր ԿՊ-ական ավականիներին, նորից եմ ասում, թող գան մասնակցեն, սա քաղաքի հարց է եւ ոչ թե, ել եմ ասում, ոչ թե կրկնվում եմ, բայց ցավոք դա ճիշտ է։ Սա քաղաքի հարց է եւ ոչ թե գլոբալ քաղաքական։ Համոզմունք ունեք, վստահություն ունեք, որ Գյումրիի եւ Փարաքարի պատկերը ունենալու ենք նաեւ Էջմիածնում։ Գյումրիի եւ Փարաքարի պատկերից ավելի լավն է լինելու Էջմիածինը ի օգուտ մեզ։ Դրա համար էլ գնում այդ խոշորացումը։ Բավականին տարբերություն լինելու։ Նրանք էլ ԿՊ-ականներն էլ գիտեն, որ իրենք պարտվելու են։ ԿՊ-ականների մոտ վախ կա։ Եթե չունենային իրանք այդ վախը, այսօր այս վիճակը չէր լինի այստեղ։ Եթե չունենային այդ վախը։ Նաև այս օրերին տեսեք բարբերաբար թիրախավորվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վեհափառին են անընդհատ Նիկոլ Փաշինյանը անընդհատ թիրախավորում է, ասում է չի պահել իր կուսակրոնության ուխտը եւ զավակունի եւ կխնդրեմ դուք որպես էջմիածինցի ինչպես եք սա ընդունում, ընկալում, ինչպես է ձեզ վրա ընդհանրապես անդրադառնում այս։ Սա շատ բացասական է անդրադառնում ինձ վրա եւ մնացած բոլոր էջմիածինցիների վրա։ Սա գիտեք կաթողիկոսի գործողություններից խոսում են շատ մարդիկ, ու ունենց մարդիկ, ոնց որ իրանք ընդհանրապես իրանք կյանքում Աստվածաշունչը գետ մեկ անգամ չեն բացել։ Աստվածաշունչ չկարդացած մարդը եկել է իմ հետ բան ասում։ Դիսկուսիայի մեջ ա մտնում, թե կաթողիկոսը այսպես կա, կաթողիկոսը ինչ գործ ունեք դուք կաթողիկոսը։ Չէ՞ որ սահմանադրությունով դա գրված։ Սահմանադրությունով գրված է եկեղեցին անջատը պետությունից կներեք։ Չեմ հասկանում, իսկ որդու հարցը դա լրիվ ասենք հեքիաթների։ Ես ձեզ մի բան ասեմ։ Կեղծ Ռոբերտ Աբաջյանի պապիկ բերողը 70 հատ էլ որդի կբերի կաթողիկոսի համար։